Ահա։ Հեսա միանանք կապը կորավ։ Չաթում ոնց որ հարց կար։ Սա էլ նայեմ։ Սաթինե ջան, կներեք անջատվեց, եթե պատասխանել եք, ես հետո կլսեմ։ Չէ, չեմ պատասխանել, եկեք նույնից պատասխան։ Նայեք, եթե այդ պեչենին անկախ ամեն ինչից իր նախաճաշից հետո դուք դա տալու եք իրան, լավ կլինի ուղղակի պեչենի քանակը սահմանափակվի, օրինակ մեկ պեչենի։ Ու նախաճաշի ափսեն պատրաստում եք, ու իրան ասում եք սպասի, հեսա նախաճաշի հետ կուտես այդ պեչենին։ Նախաճաշի այդ ուտելիքը դնում եք, ու կողքը դնում եք պեչենին, ու ինքը թող ուտի այն հերթականությամբ, ոնց ինքը ուզում է։ Այդ դեպքում բավականին հանգստություն կառաջանա դրա հետ կապված։ Ուղղակի իրան ասում եք սպասի, էսա սեղանի մոտ նախաճաշի հետ դուք հոտ խվածքաբլիթ ուտես։ Որովհետև առհասարակ լավ կլինի, որ երեխան ունենա օրինակ սովորություններ, որ ուտելիք ուտում է սեղանի մոտ, որ կանգնած ուտելիքով չի քայլում, չի զբաղվում, չի գնում գալիս։ Այս սովորությունները հիմնական օգնում են այսենց հարցերը լուծելու համար։ Օրինակ, թխվածքաբլիթ ես ուզում, վերցրու դիր ափսեի մեջ, հեսա սեղանի մոտ մեկ նախաճաշը կպատրաստենք ու բոլորը միասին կուտենք։ Օրենքը կարա լինի դա, ոչ թե որ թխվածքաբլիթ մի կեր, որ նախաճաշ ուտես, չէ, միասին կուտենք մենք դա։ Ու եթե մի հատ կամ երկու հատ թխվածքաբլիթ է, այն եմ ասում, դա ոչ մի ձևի չի կարող ազդի երեխայի ախորժակի վրա։ Ինքը միևնույն է ուտելու է մնացած բաները, եթե առհասարակ ու նորմալ սնվող ու սննդային վարքի հետ խնդիրներ չունեցող երեխա է։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ընտրեմ։ Սաթինե ջան, կարող եմ ես էլ հարց տամ, հարմար է։ Սաթինե ջան, մի բան էլի, տղաս 2-4 է, արդեն սկսել է կոնֆետ ուտել, ոնց որ ասեցիք, մենք նման ձևել անում ենք, սուրճի ժամանակ ենք դնում, բայց իր մոտ կոնֆետից թուշիկները կարմրում է։ Ու ոնց որ անդադ լսել է, էլի, որ ասում են կոնֆետ պես ուտում, թուշիկները կարմրում է։ Հիմա իր մոտ ինչ որ հակասական բան է դարը, ուտի կկարմրի, երևի չուտեմ, որ չկարմրի, ու ոնց որ զգում եմ ամեն ուտելուց ինչ որ իր մոտ մեղքի զգացողություն առաջանում, էլի, գերա հեսա կկարմրի թուշիկներս։ Չգիտեմ, սխալ են կարևոր ասում ենք կամ արգել են, որ չկարմրի ընդհանրապես ոնց կազմակերպեմ այդ պահը, էլի։ Ստեղ ես բժիշկ չեմ, ստեղ հարցը ավելի շատ բժշկի հետ է, բժշկի ինչ ասում, իրան կարելի է, թե չի կարելի։ Եթե իսկապես չի կարելի ու առողջությանը իր իսկապես վնաս է առաջացնում, ստեղ կապ չունի քաղցրա, շոկոլադա, թե բրոկոլի է, եթե այդ մթերքը երեխային առողջական ինչ-որ խնդիր է առաջացնում կամ ալերգեն է իր համար, երեխակա ձվից ալերգիա ունի ու ձվից է իր մոտ ցան առաջանում կամ ուրիշ բաներ։ Ուրեմն դուք պետք է բացատրեք ձեր երեխային, որ դու օրինակ ունես զգայունություն ես մթերքի նկատմամբ, բժշկի հետ քննարկում եք, որ քանակն է իր համար նորմալ, այդ քանակին իրար տալիս եք, որովհետև երբեմն լինում է, որ կատեգորիկ չեն արգելում, ու ասում են օրինակ, այս քանակի նորմալ է։ Ստեղ շատ նորմալ է, որ երեխան գիտակցում է դա, որովհետև եթե իր թշերը կարմրում ու իրան դա դիսկոմֆորտ է պատճառում, ինքը պետք է տեղյակ լինի ինչից է ու փոքր տարիքից սովորի, որ ինչը որ քանակի պետքա ուտի, որտեղ սա արդեն բժշկական հարց է։ Ոչ թե սա ուտելիքը վատն է, այս ուտելիքը, որտեղ նույն ձևից հան կարար առաջանալ նույն բրոկոլից, ձվից, աթից, ինչից ասես կարող էր լինել դա։ Ճիշտ եք ասում, չէ, շատ ուտելուց, երբ որ 3-ից 2-3 չարաշահելուց է լինում, ինքն է գիտակցում, ասում է ուտեմ կկարմրի, ես մի քիչ նեղում ասում եի բան կնել իր մոտ ոնց որ հակասական ինչ-որ բան է, ոնց որ ուտեմ թե չուտեմ, բայց ոնց որ թե ինքը պետք է իմանա իր քանակը, որից հետո իրան վնաս է լինում։ Նաև ստեղ լավ կլինի, որ դուք կարգավորեք դա, ոչ թե ինքը կարգավորի, որտեղ փոքր է, դեռ 2 տարեկան է։ Լավ կլինի, որ դուք օրինակ սեղանի մոտ այդ սուրճի ժամանակ օրինակ 6 հատ կոնֆետ տնեք, 2 հատը ձեզ, 2 հատը հայրիկին, 2 հատը իրեն։ Որ ինչ որ հատ որ ինքը շատ ուտի կամ չորման անի, դուք sense կարգավորեք, իսկ օրինակ միջոցառումներին կամ բաներին իրան ուղղակի հիշեցրեք, որ իր թուշիկները կարող է կարմրել նրանից։ Շատ լավ, շատ լավ։
մի բան էլ ու ձեզ շատ չեմ անհանգստացնի։ Ճիշտ է լողից հետո պարգևատրել սիրնիկով, ասել, որ լավ ես լողանում, քեզ սիրնիկ կտամ, տենց Ոչ, իհարկե ոչ։ տարբերակ Ոչ, ուտելիքով պետք չի պարգևատրել։ Նաև ուտելիքը ինքը ոչ պարգևատրում է, ոչ տաղալի։ պատիժ է, որովհետև ուտելիքը, երբ որ սկզբում ասեցի, ինքը մեր ա, կարիքն է բնական ու դա չի կարա լինի պարգևատրում։ Դուք կարաք լողը լավ անելու համար իրան պարգևատրեք, օրինակ, ինչ-որ խաղալիքով կամ ինչ-որ տեղ գնալով, Հասկաց։ ջեռներով կամ ինչ-որ իսկ սիրնիկ ուտելը կարա լինի ուղղակի տրադիցիա։ Լողից հետո մենք գնում ենք սիրնիկ ուտելու, դա մեր սովորությունն է, օրինակի համար։ Կարելի է տենց ան, որտեվ ուզում եմ մի քիչ սահմանափակեմ, շաբաթը գոնե մի անգամ ուտի էլի սիրնիկը։ Պաղպաղակը ոնց որ լուծել եմ այդ հարցը, ասել եմ շաբաթ օրերն են խանութում վաճառում։ Նայեք, այս միֆերը երեխային անորոշության մեջ են գցում։ Հա, Ա, Ոչ թե շաբաթ օրերն են խանութում պաղպաղակ վաճառում, այլ ոնց սա։ ես քո մաման եմ, ես որոշել եմ, որ մենք պաղպաղակ կուտենք շաբաթ օրերը, երբ որ գնանք, օրինակ, այսինչ։ Վերջ, այդտեղ Հա, ուրիշ բացատրություն պետք չի։ Նույնն էլ հա, սրնիկները, օրինակ, երբ որ գնում ենք լողի, լողից հետո կգնանք սրնիկ ուտելու։ Всё, այլ պետք չի որ հասկաց։ ուրիշ բացատրություն։ Եթե գալիս է ասում է պաղպաղակ եմ ուզում, ասում եք շաբաթ օր, մենք մեր պաղպաղակ կուտենք։ Դա, մերսի, հասկացա ձեզ։ Մերսի Սասնե շատ։ ջան, մի բան էլ ես ասեմ ավելի շատ նախորդ հարցի հետ էր կապված, որ մեկ կպցնեիք իրար էլի պատասխանը, բայց չհասցրեցի։ Ուրեմն ինձ մոտ էլ էսպիսի մի բան կա։ Մի քանի անգամ զուգադիպել է, երբ որ ինքը կուզենայի ուղղակի այս հարցի հոգեբանական կողմին անդրադառնայի, ես գիտեմ, որ սխալ եմ արդեն արել ու չգիտեմ դա արդեն առաջ տանեմ, թե չէ։ Մի քանի անգամ զուգադիպել է, երբ որ քաղցրակերած եղել, այդ օրը ընդունենք, չգիտեմ, փորնա ցավացել, սիրտնա խառնել կամ ինչ-որ ուրիշ պատճառով ինքը հետա տվել, ես ասել եմ, այ տեսա, դու այն օրը այսօր պաղպաղակ կերար կամ չգիտեմ, չուպաչուպս էր կերել, ես այ դրա համար էլ հետ տվեցիր այսօր ու իր մոտ շատ կոնկրետ ինչ-որ բան առաջացել, ինքը երբեք այլևս չուպաչուպս որ անգամ տեսնում է, ինձ չի կարելի չուպաչուպ, ես չուպաչուպս ուտում եմ, հետ եմ տալիս։ Հիմա մի քանի անգամ զուգադիպել է, փորնա ցավացել, ես իրեն ասել եմ, որ այդի քաղցրից էր, տեսա, դու առավոտը շոկոլադ կերար, դրա համար փորը ցաված, ու всё, անցել ենք առաջ։ Հիմա ես չգիտեմ, այդ միֆը առաջ տանեմ, թե թողնեմ, ինչ որ չափով, եթե անկեղծ օգնում է, բայց չեմ կարող ասել, որ նույնիսկ 90%-ով իր գիտակցությանը դա ինչ որ հասել է, էլի, որ դա միևնույնն է, այդ շոկոլադը ուտելու է, բայց մեջը վախ ունի դրանից։ Ուզեի Չէ, այդ մի հոգեբանական դեմոնիզացրեք ուտելիքը, հատկապես այն ուտելիքը, որը հաճելի է ու իրան դուր է գալիս, պետք չի դա դարձնել այդպես վտանգավոր վատ բան, որովհետև ինքը լավ տեսնում է, որ ուրիշ երեխաներ առողջ են մնում դրանից կամ ինչ-որ sense բաներ։ Ինքը լավ գիտակցում է, դուք ուղղակի պետքա որպես ծնող հստակ որոշեք այդ սահմանը։ Դուք գնում եք ինչ-որ քանակի ուտելիք ու դուք դա իրան տալիս եք, որտեղ դուք եք ծնողը։ Ու եթե ինքը գալիս ուզում է, այդ հստակ, երբ որ գիտեք երբ եք տալու, ասում եք, գիտես, այսինչ ժամին կուտենք։ Կամ օրինակ, գալիս է չուպաչուպս է ուզում, ասում եք, օրինակ, վաղը քաղցրի ժամին, ուրեմն չուպաչուպս կգնեմ քեզ համար, օրինակի համար։ Դուք իր հետ որոշեք այդ քաղցրը երբ է լինելու։ Քաղցրի ճիշտ ձևը կարա լինի օրինակ շաբաթվա 6 օրը ձեր պատրաստած քաղցրավենիքները, օրինակ ինչ-որ թխված, պեչենի, ինչ-որ sense բաներ, իսկ շաբաթվա մեջ մի օր կամ երկու օր խանութից գնաց ինչ-որ բան ունենք չպաչուց, պաղպաղակն էլ իրական դուք էլ կարող եք պատրաստել ու նենց լինի, որ այդ քաղցրը բավականին լավ լինի։ Նենց օրերն են դուք ու ինքն է ընտրում ինչ քաղցրավենիք եք դուք առնելու այդ խանութից, որ առնում եք։ Ստեղ մի վախեցեք ինչ որ ուրիշ բաներից դուք որպես ծնող պատասխանատու եք ինչ եք գնում, ինչ եք դնում սառնարանում ու ինչ եք ուտում։ Դա ձեր պատասխանատվությունը ու պետք չի այդտեղ գնել սարուձոր, որ սա վտանգավոր է, սա վնաս է, դու չուտես, դու սենց չանես, այդ իր ակարժներով մտնում դուրս է գալիս։ Կամ էլ առաջանում է ինչ-որ վախ, անհանգստություն, տագնապ ու կարող է նույնիսկ ինքը
չուզենա հետ տա, բայց չուպաչուպս ուտի ու ամեն անգամ հետ տա, այսինքն մարմնական ինչ-որ ռեակցիաներ սկսվի, Ոգեսոմատիկ։ արդեն հոգեսոմատիկ դառնա, ինքը ոնց որ սպասի տենց ինչ-որ երևույթների, պետք չի ուտելիքը այտենց վտանգավոր կամ վախենալու բան դարձնել, որովհետև նույնիսկ բժշկական տեսակետից օրվա մեջ 5-ից 15% այսպես ասած ճակերտավոր վնասակար ուտելիքը ոչ մի բան չի անում։ Եթե մարդու 80% սնունդը նորմալ է, այսինքն միսը, բանջարեղենը, մրգերը, գոտիկավորները, կատնամթերքը, ձույը, այսինքն տենց ուտելիք է, որ այդ օրվա մեջ մի հատ չուպաչուպս երեխան ուտի, իրան ոչ մի բան չի լինի։ Բայց եթե երեխան առավոտից իրիկուն այդ քաղցրավենիքն է ուտում, այդ դեպքում հարցը չափն է, ոչ թե հենց այդ ուտելիքը փոքր քանակի վնաս չի։ Հասկացա, շնորհակալություն։ Լսում եմ ձեզ։ Հատկալի կարող եմ տալ։ Տղաս 2.5 տարեկան է, ընտանիքում բացառիկ չենք օգտագործում, ես ինքս ոչ թաքուն, ոչ էլ ինչ-որ բան չեմ օգտագործում քաղցր, բայց արդեն իր գիտակցությունը ոնց որ ներում է հասկանա, որ դուրս են գալիս, ինչ-որ մեկի տանն են գնում կամ միջոցառումն են, տորթը, քաղցրավենիքը, կոնֆետ ինքը ամեն ինչ արդեն հասկանում է, հակառակ նրան, որ ինքը չի տեսնում իր առօրյայում ու ուտում է։ Ոնց որ ես այս մի տարվա ընթացքում ես ինձ պատրաստել եմ, որ ես ինքս հոգեբանական ճնշում իմ վրա չգործադրեմ, թե որ ուտում է, իսկապես դա, որ ես չեմ օգտագործում, իմ համար շատ ծանր է, ես մի տարեկան լրացած, պատրաստում էի, որ 2 տարեկանում կարա լինի այդ երևույթը ու կարող ուղղակի այսպես պատի մեջ երեխուն մեծացնենք, բայց հիմա խնդիրը որն է, որ գնում ենք տեղ, ինքը տեսնում է թխվածքը, տորթը, կոնֆետները, ուտում է, էլի ես ոնց որ իմ վրա չի ազդում բացարձակ թող ուտի, բայց չափից շատ է ուտում, օրինակ 3-4 կտոր կարող է այսպես քաղցր տորթ ուտի։ Էլի թողնում եմ, այնպես չի, որ արգելում եմ, ասում եմ մի կեր, որովհետև չի հասկանում, ուտում է թող ուտի։ Ուզում եմ ասեմ, այդ չափից շատ է, հետո կարող է 4 կտոր տորթ ուտի, դրանից հետո 3 հատ կոնֆետ ուտի, որովհետև շատ է, ամեն ինչ շատ է իր ամոթ։ Դա ոնց կառավարվի կամ եթե չկառավարվի, ուղղակի ես այդպես թողեմ, որ ասում եմ բարձի թողի, այդ ասպարեզում էլի, այդ սիտուացիայում, որն է ավելի ճիշտ։ Որտեվ ես չեմ էլ ուզում արգելեմ, ինքը չի հասկանում, որ 4 հատ մի կեր, 2 հատ կեր, ինքը ուզում է այդ րոպեն ու ագահաբար ուտում է։ Նայեք, դա կարա կապված լինի նրա հետ, որ իսկապես իր սննդակարգում քաղցր չկա ու երբ որ ինքը գնում է ինչ-որ տեղ, ինքը դա ուտում է, դրա համար այդ ոնց որ նույնիսկ դուք երբ որ բառերով չեք ասում այդ սահմանափակման մասին, բայց մտովի ձեր մոտ այդ սահմանափակումը կա, երեխան դա զգում է։ Հետևաբար երբ որ ինքը հասնում է դրան, ինքը հարձակվում է դրա վրա ու չի հագենում։ Մի հատ շատ հայտնի հոգեբանում, օրինակ, տեսեք, տանը բնական քաղցր ատում, օրինակ ծիրան։ Ինքը քաղցրը իսկապես շատ սիրում է, կարող է մեծի պես, ոնց կարա մեծը 6 հատ ծիրան ուտի, ինքը 6 հատ ծիրան ուտի, կողքից օրինակ եմ ասում, հիմա իր ախորժակը շատ է բացվել, այն ժամանակ մի հատ ծիրանով, օրինակ 5 ամիս առաջ, մի հատ ծիրանով լրիվ բավարարում էր, մի հատ կոնֆետով բավարարում էր, բայց հիմա ախորժակը ամեն ինչում է շատ, օրինակ ճաշը այսքան կարող ուտել, հիմա մի մեծ ափսե, մեծի պես ոնց է մենք կարանք ուտենք, ինքը այդտենց ուզում եմ ասեմ, նաև ես մտածում եմ, եթե տանը անեմ, ինքը մեկ այդ 4 հատը ուտելու է։ Մի քիչ բան է, էլի, սխալը վիճակ է հիմա իր մոտ, իր ուտելու, էլի չեմ սահմանափակում, բայց ասում եմ, կարող 10 հատ ծիրան, դնեմ ինքը ուտի։ Ու ինքը 10 հատ ծիրան կուտի, ու այդ 4 հատ տորթն էլ հավասար է 10 հատ ծիրանին։ Ուզում եմ ասեմ, այդ բանն էլ կա, ոչ թե ինքը արգելք, այ շատ ուտեն, շատ։ Կարող լինի ուղղակի երեխայի մոտ աճի կոնկրետ պահ, որ ինքը արագ հիմա աճում է, մեծանում, որովհետև հենց այդ տարիքում աճը բավականին արագանում է ու շատ ծնողներ հենց ձեր նշած տարիքում նկատում են, որ երեխան սկսել է ուտել, վերջապես սկսել է ուտել, որտեղ միջև այդ ոնց որ չէր ուտում, հիմա նոր սկսել է ուտել ու քանակ ուտել ու դա հիմնականում նորմալ է։ Նայեք,
Պետք չի ինչ-որ սահմանափակել, իմ խոսքը կիսատ մնաց, այլ նրա մասին էր, որ երբեմն այդ քաղցրի արգելքը, երբ որ մամայի ներսում է, ինքի իրան արգելում է, ու ես չգիտեմ դուք ինչու քաղցր բացարձակ չեք ուտում, բայց եթե կա մամայի ներսում ինչ-որ տենց խիստ արգելք դրա նկատմամբ, դա արտահայտվում է երեխայի մոտ։ Դուք կարաք դա բառերով չասեք, դուք կարաք իրան թույլ տաք ինչքան ուզում է ինքը ուտի, բայց ինքը, քանի որ կապ ունի մամայի հետ ու շատ բաներ առանց բառերի էլ է ինքը հասկանում մամայից, երբ որ այդ արգելքը կա օդում, այսպես ասած, նույնիսկ եթե դուք ձեզ զսպում եք, իրան չեք ասում, կամ նույնիսկ եթե դուք ձեզ արգելում եք, ինքը կարա տես ցույց տա այդ ամեն ինչը։ Ստեղ ես ուզեմ հասկանամ կոնկրետ դուք ինչի բացարձակ ոչ մի քաղցր չեք ուտում, ինչի հետ է դա պայմանավորված, ու ինչի հետ է կապված այս քաղցրի այս թեման ձեր ընտանիքում, որովհետև դա երբեմն լրիվ ուրիշ թեմա է, այսինքն ենթագիտակցական թեմաները որ դուրս է գալիս։ Ինձ մոտ օրինակ, չէ, ես կերել եմ, բայց վերջին երևի 5 տարին գիտակցաբար հրաժարվել եմ, այսինքն եթե Բացարձակ չեք ուտում ոչ մի տեսակ քաղցր։ մենակ բնական էլի, ուզում եմ ասեմ ես գիտակցաբար ոչ թե ինձ արգելում եմ, այ ոնց է, չէ, մի բանը գիտակցաբար մի բանից հրաժարում ես, հետո սկսում ես չսիրել։ Օրինակ ես տորտ չեմ ուտում, որովհետև նախ ցանկություն չունեմ, հետո պահանջ չունեմ ու արդեն չեմ էլ սիրում կամ երշիկը։ Вообще այն որ ասում սոված մնամ, բայց չեմ ուտի, բայց օրինակ բաներ կա, չկա քաղցրավենիք, որը օրինակ սիրում էիք առաջ ու դրանից օրինակ հրաժարվելը դժվար է եղել ձեզ։ Այդպես բան չկա, որ ես օրինակ ուզեմ, մենակ cheesecake-ն է, դա ասենք ամիսը մեկ կարող է ընկերուհիներով ինչ որտեղ գնա, այնքան որ ուտեմ, բայց չկա մի բան, որ ես ուտելիքը իմ համար вообще ցանկությունը ուտելու, ասես գիտակցաբար մակարդակով, իհարկե շատ երկար ճանապարհ եմ անցել, գիտակցաբար մակարդակով դրական ու բացասական կողմեր տվել է, բայց ուզում եմ ասեմ, որ չկա պահանջը, ես ինքս թաքուն օրինակ կանֆետ չեմ ուտի, երեխուն չտամ, բայց եթե երեխան տեսավ, ես կտամ իրան, գիտակցաբար, որ դա օրինակ վնաս է, բայց այդ մի վնասը, մի կանֆետի վնասը ես կարամ փակեմ, օրինակ եմ ասում, բրոկոլի ուտելով, լրիվ այդ գիտակցական մակարդակով է, ոչ թե անգիտակցաբար, ուղղակի ես այդ չափի առումով թողնում եմ էլի 4 կտոր ուտի, 5 կտոր, 10 հատ ծիրան ուտի, թե 20 հատ չի ուտի, այդ իմ համար խնդիր չի։ Զուտ ուզում եմ իմանալ ոնց վարվել, ճիշտ եմ վարվում, թե այլ տարբերակ կա, որովհետև կարող է ինչ-որ այլ տարբերակ կա, որ ես չգիտեմ։ Նայեք, այլ տարբերակ հիմնականում չկա, բացի այն, որ մենք թողում ենք երեխային ուտի, նաև այդ արտահայտությունը, որ դու չես կարող գնալ ու ասենք 4 հատ ուտես, որովհետև տորթը պետքա բաժանվի բոլորի միջև հավասար, օրինակ sense արտահայտություն, որ ինքը սովորի, որ երբ որ ինքը ուտում է, ինքը պետք է նայե, որ մյուսներին էլ հասնի, օրինակի համար։ Տարիքի երեխաները էգոցենտրիկ են, բայց այդ տարիքից պետքա սովորացնել, որ նայ գնացել ենք բոլոր բալիկներին 1 կամ 2 կտոր տորթ է հասնում։ Դու պետք է հետևես, որ բոլորին հասնի, դա ինչ որ հասարակական վայրերում։ Իսկ տանը օրինակ ծիրան ինչքան ուզում է թող ուտի, բայց դա էլ պետքա հասկանալ իսկապես չափից շատ է ուտում, թե ուղղակի երեխայի մոտ կոտրուկ աճի օրեր են ու ինքը ուղղակի կարիք ունի այս պահին էներգիայի։ Կարծում եմ աճի բանն է, որովհետև ինքը չափավոր ուտող երեխա է եղել, այսինքն օրինակ 4 գթալ ճաշի իրան լրիվ հերիք է եղել, բայց հիմա ինքն է ասում, նստում ասում մամա ճաշ էփի։ Իմ համար առավոտ արթնանում մամա ճաշ էփի, ամբողջ օրը ճաշ գնում եմ մանկապարտեզ, ասում եմ հիմա գնալու ենք մանկապարտեզ խաղանք, ասում եմ գեր հասմիկը ճաշ ա տանում, ամբողջ իր բանը ուտելն է ու շատ ուտելը, ճիշտ է դրան էլ եմ նորմալ նայում, այնպես չի իմ բան, ուղղակի իր մոտ այդ ուտելու ցանկությունը հիմա առաջնային է ու ամեն տեղ գնանք հասմիկ տատիկի մոտ, հա թութ ուտենք, Լենա տատիկի մոտ, չգիտեմ ինչ ուտենք,
ուտի, վարդան ուտի, այդ ուտելն է, ու այդ ուտելը նաև ափսոսացում է այլ տեղերում շատ քաղցր ուտելով։ Ուզում եմ ասել, նորմալ է, որ շատ հանգիստ ես դրան վերաբերվեմ ու թողեմ այնքան ուտի, ինչքան ինքը ուզում է։ Իրական, հա, պետքա թույլ տալ, բայց ինչ որ չափով էլ մի հատ հասկանալ, ինքը կշտանում է, թե ուղղակի դա ուտում է, ինչ որ բան, ուրիշ բան բավարարելու համար։ Հենց դա է։ Նայեք, երբ որ երբեմն տենց է լինում, այս 4-րդ կետը, որ քաղցրը երեխաները ուզում են ինչ որ չբավարարված ուրիշ բաներ բավարարելու համար։ Սեր, ուշադրություն, երբեմն լինում է, որ ինքը ուտում է ու կողքից շատ են հիանում, նայում, ասում, վայ ոնց է ուտում, վայ ինչ լավ է ուտում, այդ էմոցիոնալ ֆոնը մեծ է լինում ու ինքը ուզում է գոհացնի ու սկսում է ուտել, այսինքն դա դառնում է ինչ որ հաճույքի, ինքնահաստատման, ինքնահարտադրման ինչ որ ձև։ Սրա հետ պետքա զգուշ լինել ու փորձել օրինակ ուրիշ զբաղմունքներ էլ տալ, ուրիշ հետաքրքրություններ տալ։ Եթե երեխան օրինակ ունի շատակերություն, հենց սրա այս թեմաներ, պետքա հասկանալ, իսկ ինքը բավարար սեր, ուշադրություն ուրիշ տեղեր ստանում է, թե այդ ուշադրությունը գալիս է հիմնական ուտելիքի վրա, երբ որ ինքը ուտում է, այդ ժամանակ է ստանում ուշադրություն, ինքը այդ ուշադրության համար սկսում է ուտել։ Ճիշտ կլինի, օրինակ մի հատ, երկու հատ կերավ, հարցնել, կշտացել է, թե չի կշտացել, կամ եթե շատ քաղցր է ուզում, իրան գրավել ուրիշ բաներով։ Օրինակ, արի գնանք իրար հետ նկարենք, արի գնանք իրար հետ puzzle հավաքենք, շատ է օգնում ձեռքերով ինչ որ բան անելը, որը օգնում է այդ ուտելու թեմաներից շեղվել, որ երեխայի հաճույքը մենակ դա չլինի։ Շատ է օգնում մամայի կամ պապայի հետ այդ հաճելի ինչ որ ուրիշ գործողությունների գնալը։ Օրինակ, արի իրար հետ գնանք, չգիտեմ, մի քիչ մեծի հետ միասին ֆիլմ նայենք, միասին գնանք զբոսնելու, միասին գնանք խաղալու, արի իրար հետ նկար նկարենք, արի իրար հետ puzzle հավաքենք, արի իրար հետ գնանք ինչ-որ լեգոներ հավաքենք, արի իրար հետ գնանք ինչ-որ ուրիշ բան անենք, որ էլի հաճելի է, էլի հետաքրքիր է, էլի զբաղացնում է։ Երբեմն լինում է այդ շատ ուտելը կապված է նրա հետ, որ երեխան զգայական ստիմուլյացիաների կարիք ունի, ու այդ զգայական ստիմուլյացիան ստանում է ուտելիքի միջոցով, օրինակ ուտելիքից ստացված այդ զգայությունները իրան դուր են գալիս ու դրա համար պետք է ուրիշ զգայություններ փնտրել։ Այդ ուրիշ զգայությունները ձեռքերով ինչ-որ բաներ, ոտքերով, մատնով, լողալ, ինչ-որ հավես բաներ, ավազ, այդ տենց բաները կարան լինեն։ Ինքը իսկապես հաճույք է ստանում այդ ուտելուց ու միանգամից ինքը փոխվեց ու ամեն ինչ ուտող երեխա դարձավ, ու ասենց նենց հավայելում ուտելիքը մեր հետ է ընտանիքով ենք ուտում, նենց մեծի պես վայելելով, որ նույնիսկ ես իսկապես երբեմն չեմ կողմնորոշում, ստոպ տամ թե շարունակեմ։ Չէ, ստոպի տվեք, բայց իրան մի հատ հետ բերեք, կշտացել է, թե չի կշտացել, ոնց է իրան զգում, ներգրավեք, օրինակ եթե քաղցրը շատ է բանում, ներգրավեք ինչ որ ուրիշ հաճելի զբաղմունքների մեջ, ուրիշ ձևով ուշադրություն իրան տվեք, ինչ տեղեր շատ ուշադրություն տվեք, սեղանի մոտ պետք չի շատ տենց հիացած հայացքներ ու բաներ անել, որովհետև երբ որ երեխան նկատում է, որ տենց հիացած, ոգևորված բաներ են ասում, որ տեսեք ոնց է ուտում, տեսեք ինչ լավ է ուտում, այդ իրականում ուտելը գովալնել լավ միտք չի, որովհետև երեխան սկսում է ուտել, որ ավելի շատ այդ գովասանքը ու այդ հիացմունքը ու այդ հայացքները ստանա։ Իրականում ավելի շատ մենք դա պատրաստելու վրա, ինքն է ճաշերը պատրաստում, իրար հետ, այսինքն, ու պատրաստելու վրա եմ շատ ուշադրություն դարձնում, որ պապային կանչում ենք, օրինակ, դες Վարդանը պատրաստեց ճաշը, ինքն է կտրել, շատ համով է, այդտեղ է շատ գովասանքները լինում։ Կարծում եմ նորմալ է, չէ։ Նայեք, սենց ասեմ, եթե երեխան ուտելիքի հետ կապված խնդիր ունի, ու ինքը լավ չի ուտում, այդ պարագայում գովասանքները տեղին են։ Բայց եթե երեխան ուտելու հետ բացարձակ խնդիր չունի, լավ կլինի դրա հետ կապված տենց ինչ-որ գովասանքներ ու ավելորդ շատ ինչ-որ զրույցներ չլինեն, գովասանքները գնան ուրիշ ասպարեզներ։ Հասկացա։ Ուրիշ է։
Մեկ էլ ես էլի ձեզ կխնդրեմ մի հատ վերանայել ձեր վերաբերմունքը սնունդի նկատմամբ, որովհետև երեխաները հատկապես այդ տարիքի շատ լավ զգում են այն ինչ տեղի ա ունենում, դուք ոնց եք վերաբերվում առհասարակ ուտելիքին, քաղցրին, որովհետև կտրուկ հիմա կարևոր բան կասեմ, որովհետև այս համացանցում ու աշխարհում շատ է տարածված ու շատ գովելի է, որ մենք քաղցրից կտրուկ հրաժարվենք, բոլոր սնունդներից վատի ու լավի բաժանենք, վատը չուտենք, դա շատ գովելի է, բայց գոյություն ունի սննդային վարքի խանգարման ձև, որը կոչվում է օրթորեքսիա, երբ որ մարդ ընտրում է միայն չակերտավոր, այսպես ասած, առողջ սնունդը, որը էլի համարվում է նորմայից շեղում, որովհետև դա հիմնական կապված է բարձր տագնապայնության հետ, սննդի վնասներից, ու մարդ տենց հանում, որովհետև շատ վախենում է, որ սնունդը կարա իրան վնասի, ու իրան թվում է, թե ինքը իսկապես չի ուզում այդ ուտելիքը, բայց իրականում ինքը ուղղակի վախենում է։ Դրա համար շատ կուզեմ մի հատ դուք ինքներդ ձեր մեջ էլ նայեք, դուք իսկապես չեք ուզում, թե դուք ուղղակի անհանգստացած եք ինֆորմացիայի հոսքերի պատճառով, որովհետև մի հատ քաղցրավենիքը, Անցել եմ իրականում։ ինքը չի կարա մեզ վնասի։ Միշտ վնասը չափի մեջ է։ Օրինակ, ավելի լավ է մենք ուտենք այն քաղցրավենիքը կամ այն սնունդը, որը մենք սիրում ենք, բայց չափի մեջ, քան մենք կատեգորիկ զրկենք մենք դրանից, որովհետև դա համարվում է, օրինակ, դրա բաղադրությունը վատնա։ Կուզեմ մի հատ էլ ուսումնասիրեք, առհասարակ բոլորին է սա վերաբերվում, օրթորեքսիան ու գիտակցված առողջին ձգտելուց տարբերվում է հետևյալ ձև։ Օրինակ, առողջ գիտակցված առողջին ձգտող ու օգտակարին գիտակցվածությամբ ձգտող մարդը, օրինակ մտնում է խանութ, եթե որոշել է, օրինակ, ինչ-որ շոկոլադ գնի, ինքը ուղղակի գնայի շոկոլադների բաղադրությունները, ու երևի կգնի այն շոկոլադը, որը ավելի շատ լավ բաղադրություն ուներ ու նաև համային իրեն դուր է գալիս։ Կարող է նույնիսկ գնի վատ բաղադրությունը, որտեղ ուղղակի համային դուր է գալիս, ինքը գիտակցում, որ այդ մի փոքր իրան բան չի անում։ Բայց օրթորեքսիայով մարդը, ու մոտագնապայությունը շատ է բարձրացել, կգնա խանութ, գուցե բոլոր շոկոլադները նայի, եթե հանկարծ մեկի մեջ ինչ-որ մի բան նկատի, որը ինքը գտնում է, որ դա վնաս է, ինքը ոչ մի շոկոլադ չի գնի։ Կգնա մյուս խանութ, ու սա էլի սահմանափակման մասին է։ Տարբերակում սենց է արվում, այսինքն գիտակցվածությունը ու արդեն տագնապայնության հասնող իրավիճակները։ Հիմնականում այս երևույթների դեպքում երեխաները դա էլ են ցույց տալիս։ Մի հատ կարևոր բան էլ կա։ Ինչի ենք միշտ ասում, որ ծնողը պետք է սկսի իրենից ու ինքը մի հատ վերանայի իր սննդակարգը, իր սովորությունները, իր վերաբերմունքը ու իր մոտ գոյություն ունեցող մտքերը ուտելիքի վերաբերյալ, որովհետև դա գիտականորեն ապացուցված է, եթե ծնողը ունի ինչ-որ աղճատված մտքեր սննդի հետ կապված, վախեր, անհանգստություններ կամ խանգարումներ կամ խնդիրներ կամ դա արտահայտվում է միշտ երեխայի վրա։ Այսինքն միշտ երեխան դա ցույց է տալիս։ Դա գիտականորեն ապացուցված։ Դրա համար ես միշտ ծնողներին ասում եմ, մի հատ վերանայեք ձեր վերաբերմունքը, ձեր մտքերը, եւ այլն։ Ձեր դեպքում կարա լինի ուղղակի կտրուկ աճի օրեր, որոնք պայմանավորված են էներգիայի մեծ կարիքով, որը շատ նորմալ է, նաև կարա պայմանավորված լինի նրանով, որ ինքը կտրուկ աճերի ֆոնին մի քիչ ավելի լավ է սկսել ուտել ու դուք նկատել եք, սկսել եք ուրախանալ ու ինքը ուզում է շարունակի այդ ուրախությունը։ Դրա համար ուսումնասիրեք երեխային, եթե մի քանի ամիս շարունակ այտենց գաք, որ տենց հա գնում ու ինքը շարունակում է այտենց մեծ քանակ ուտել ու դա չի անցնում իր մոտ, այդ դեպքում արդեն պետք է վերանայել այդ ամեն ինչը, էլի, բայց սահմանափակել կամ արգելել ոչ մի դեպքում չի կարելի։ Բացարձակ ոչ մի պայմանում չի կարելի ասել, չէ, չի կարելի, չուտես։ Բարի, շատ շնորհակալ։ Խնդրեմ, Նայինե ջան, լսում եմ ձեզ։
Սաթինե ջան, ուզում եմ շարունակել այս թեման, ավելի ճիշտ հարց առաջացավ ինձ մոտ այդ սահմանափակելու վերաբերյալ, հաշվի առնելով նաև են, որ բարձրաձայնում ենք, որ ամեն ինչ չափի մեջ է, հա, խնդիրը, եթե չափը անցնում է, ապա այդտեղ ունենք խնդիր։ Նորից եմ ուզում անդրադառնալ այդ հարցին, հա, թեկուզ ծիրանի կամ այլ քաղցրի, ջրի, եթե երեխան անընդհատ առանց հագենալու, հա, ցանկանում է ուտել։ Արդյոք սխալ է, եթե դու ունես կանոններ փոքրիկի հետ սահմանած, որ այո, մենք հիմա սա ուտում ենք, բայց այս քանակով։ Ու եթե այդ սահմանած կանոնից հետո, հա, փոքրիկը ուզում է մի հատ էլ ուտի, այդ դեպքում ստացվում է, որ մենք կանոնը խախտում ենք։ Այս պահին մի քիչ հակասություն առաջացավ։ Օրինակ բերեմ, իմ բալիկը հենց միջև, հա, միանալը նախաճաշի հետ մենք ուտում էինք խուրմա եւ ինքը անհակ կարող է ուտել խուրմա անverջ, բայց ինքը գիտի, երբ որ ինքը ուտում է խուրմա, չիր եւ այլն, մենք ունենք սահմանած կանոն, որ ուտում ենք օրինակ այս քանակությամբ, դրանից ավել արդեն կուտենք վաղը օրինակ։ Արդյոք դա սխալ է եւ պետք է թողել ուտել այնքան ինչքան որ ուզում են։ Նայեք, այդ սահմանները, օրինակ սեղանի վրա ուտելիքի քանակ դնելու, դուք եք վերոշում։ Սեղանի վրա ինչքան դրված է, երեխան դա անverջ կարող ուտի։ Եթե դուք դրել եք 2 հատ խուրման, ինքը կարա 2 հատը ուտի, բայց դուք չեք կարող ասել, նայեք, դուք չեք կարող մեծ ափսե խուրմա դնել ու երեխային ասել դու մենակ 2 հատը կարաս ուտես։ Դուք որոշում եք ինչ քանակն է իրան հարմար լինելու այսօր ու դնում եք այդ քանակի այդ խուրման։ Ու այս դեպքում այդ զրույցները ինչքան կուտի, ինչքան չուտի վերանում են։ Ու եթե երեխան մի փոքր էլի է ուզում, կարա լինի իրավիճակ, որ մի փոքր էլի տակ։ Մրգերի դեպքում, եթե դրված է մի հատ մեծ ափսե ծիրանով, սխալ է երեխային ասել մի հատ ծիրանկեր գնա, որովհետև այս սահմանափակումները բերում են նրան, որ երեխան ավելի շատ է ուզում դրանից ուտի, որովհետև հենց միտեղ կա սահմանափակում, ուրեմն երեխայի ուղեղը մտածում է, որ դա քիչ է մեզ, դա չկա, ու ես պետք է ավելի շատ ուտեմ դրանից։ Դուք ձեր խոսքով փորձեք այդ սահմանափակում չդնել երեխայի վրա։ Ուղղակի սեղանը պատրաստել եք, մի քանի հատ այդ խուրման դրեք իր ափսեի մեջ, ուտի մի հատը, ուտի 3 հատը, այդ արդեն իր որոշելիքն է։ Եթե ինքը դրանից հետո էլի է ուզում, ասում եք մեր հաջորդ ճաշի ժամ, օրինակ այսինչ ժամն է։ Կամ եք արագ տակ, եթե գտնում եք, որ դա խնդիր չի լինի ձեր երեխայի դեպքում, եթե էլի տակ։ Այս սենց է օրենքը, բայց հենց երեխային ասել դու այսքան պետք է ուտես, այսքան չպետք է ուտես, այնքան պետք է ուտես, դա երեխայի մոտ առաջանում է ցանկություն ավելի շատ դրանից ուտել, որ հագենա։ Նայեք, ոնց անում, որ ինչ որ զսպանակ սեղմում եք, ինչ որ պահից դա տրաքում է։ Դա է, երբ որ մենք սահմանափակում ենք դնում, շատ խիստ ձևով, երեխան ինչ որ պահի տրաքում է։ Տրաքում է այն պահին, երբ որ մաման ընդեղ չի կամ երբ որ ինքը կարա։ Ու կարա ինքը տրաքի ծնունդներին, կարա տրաքի ինչ որ միջոցառումներին, կարա տրաքի այն ուրիշ օրերի կամ կարա անդադ պահանջի, որ տուր ինձ դա, որովհետև այդ սահմանափակում ինքս ունի։ Չէ, իսկ եթե չկա այդ այսպես անverջ պահանջելը, երբ որ դու միայն բալիկին ես տալիս, այո, կարգավորելը հեշտ է, երբ որ դու դնում ես միայն իր ափսեի մեջ, տվյալ քանակով, ինչքան ուզում ես, որ ինքը ուտի, բայց երբ որ դա դրված է ընդհանուր սեղանի, արդյոք նորից նույն օրենքը չպետք է գործի, հա, երբ որ որովհետև ընդհանուր սեղանին եթե դրված է, այդտեղ գործում է միայն ուրիշ օրենք։ Մենք հետևում ենք, որ այս ուտելիքից բոլորին էլ հասնի ու դա երեխան էլ պիտի սովորի։ Բայց որ օրինակ պապան կարա 10 հատ ուտի, իսկ ինքը պետք է 2 հատ ուտի, չէ։ Կամ դուք 10 հատ կուտեք, ինքը մի հատ պետք է ուտի, չէ։ Դրված է սեղանին, ուրեմն դրված է սեղանին բոլորի համար, հաշվի առ, որ բոլորին հերիքի։ Այդ մենք պետք է իրան ասենք, ոչ թե դու պետք է այսքան ուտես, բայց ինքը օրինակ տեսնում է, որ պապան անverջ ուտում է դրանից։ Կամ ուրիշը անverջ ուտում է դրանից, բայց իրան կարելի է 2 հատ խորմա ընդամենը։
Աշխեն ջան, լսում եմ ձեզ։ Սաթինե ջան, ես ուզում եի ներկայացնել ես ինչ բացատրություններ եմ տվել աղջիկներիս ու որ ասում եք մինչև 7 տարեկան իմաստ չունի տալը, բայց իմ մոտ տպավորությունն է, որ իրանք հասկացել են։ Ես ոչ թե ասել եմ քաղցր չի կարելի, ես իրենց ասել եմ կան ուտելիքներ, որոնք օրինակ ուժեղացնում են մկանները, որոնք ուժեղացնում են ոսկորները, քանի որ իրենք շատ ակտիվ երեխաներ են ու իրանք համար կարևոր է որ իրանք լավ վազեն, լավ բարձրանան, ինչ որ ձգտում են շատ, երևի ինձնից էլ է գալիս, որովհետև ես ժամանակին սպորտով եմ զբաղվել ու իմ մեջ այդ ակտիվությունը կա, իրանք էլ այտենց փորձում են մամային նմանվեն, չգիտեմ, միգուցե դա է խնդիրը, բայց այդ ամեն ինչով հանդերձ ես ինձ միշտ ասում եմ, ես ինչը ուտելիքը ասում եմ քաղցրը հաճելի է, ես էլ իրականում ուտում եմ քաղցր, իրենց հետ եմ ուտում, ինչ ես ուտում եմ, նույնն էլ իրենց եմ տալիս, տենց թաքուն հազվադեպ է լինում, ոչ թե թաքուն հնարավոր է երեխաներին քննացնենք, ասենք ամուսինս ինչ որ բան բերի, տենց լինի, բայց ոչ թե թաքուն, տենց առանձին գնամ խոհանոց ուտեմ գամ, տենց չի լինում։ Հարցս այն էր այդ բացատրությունները որ տալիս եմ, իրենք հասկանում են, նաև այդ մասով հասկանում էին, որ երբ որ ասում են ինչի էս բալիկը, էս ինչը ուտում է, ես ասում եմ օրինակ կարող այդ բալիկի համար կարևոր չի, որ ինքը լավ վազի կամ ինչ որ ուրիշ բան անի, բայց եթե քո համար կարևոր է, դու պետքա նաև այն ուտելիքների վրա ուշադրություն դարձնես, որոնք քեզ ուժեղացնում են։ Քաղցրը ուտում են, ինչ որ տենց սահմանափակ քանակի մրգերը, շիլաները, մեղր են շատ սիրում, ֆուրմաներն են ուտում։ Մեկ էլ տեսակների առումով ես ինչ որ տեսակներ իրենց ասել եմ, որ քանի որ բաղադրությունը կարդացել եմ ու տեսել եմ, իրոք տեսակներ կան, որ ոնց որ չգիտեմ, որ երեխային ոնց որ ալկոհոլ տանք, ինչ տարբերություն այդ կարգի վնաս է տալու օրգանիզմին։ Անհասկանալի ինչ որ sense բաներ կան, իրոք չեմ կարող տալ, էլի այդ չեմ հաղթահարել այդ մասը, որ թեկուզ տան փորձեն, իրանք հասկանան, որ արդեն այդ կարելի է ու արդեն sense այդ կլայնանա էլի բանը իրանց տեսականին, որը որ կարելի էր, որը չէր կարելի, իրանք այդ էլ են հասկանում ու չեն ուզում այդ տեսակներից, անգամ երբ որ պապային համոզում են, որ մեկ էլ այդ ամեն ինչը ինչ լինում է առանց իմ ներկայության, այսինքն իմ հետ իրանք անգամ ինձ չեն ասում, այս ինչը առ, քանի որ գիտեն, որ ուղղակի չեմ առնելու, իմաստել չունի ինձ ինչ որ բան ասելը, սենց ասեմ եթե այդ բաների քաղցրի մաս, այսինքն եթե պայմանավորվել ենք խանութից պաղպաղակ ենք առնում, գնում ենք առնում ենք, եթե մենք խանութի կողքով անցնում ենք ու պահի տակ իրանք ուզեցին, բայց գալու ենք քնելու ժամն է, այդ ժամանակ չեմ առնում։ Ու այդ են համոզում խանութի մոտ չեն կանգնում, չեն լացում, բայց օրինակ տատիկին անում են, չնայած տատիկն էլ չի տալիս, տատիկն էլ իմ մոտեցումներին շատ լավ հետևում է, բայց պապիկի մոտ տենց որ ասել է օրը մի հատ է կարելի, պապիկը ամեն օր սրբությամբ էս տենց իրանց գալիս է բակում տեսնում է եւ իր այդ կամվետը փոխանցում է, էլի ոնց որ սխալ են հասկանում։ Իրականում վախենում եմ, եթե այդ սահմաններն էլ չլինեն, պապան ու պապիկը ամբողջ օրը այդ իրանց համար հեշտ է, տենց ինչ որ շոկոլադ կամվետ տալով երեխաների այդ սերը ստանալը, սենց ասեմ, ամենահեշտ ձևն է։ Այդ մասը ասում եմ, սենց կոնտրոլից դուրս կգա, կդառնա մի ահավոր մի բան, էլի։ Սոտիկի երբի մեծերի հետ պետք է այդ սահմանները պայել, թեկուզ երեխաները դրա մասին չիմանան։ Հա, պետք է պայմանավորվել մեծերի հետ, իրականում նորմալ է, որ ասում եք, որ այս ուտելիքը ուտում ենք, օրինակ արագ ենք վազում եւ այլն, դրա մասին կարելի է պատմել, բայց ոչ այդ երանգի, որ այսա սենց թունավոր է կամ սա սենց եսի ինչ է, քաղցրի մասին էլ, օրինակ քաղցրը մեզ տալիս է, օրինակ հաճելի զգացողություններ, քաղցրը մենք երբեմն ուտում ենք, ինչ որ, որովհետև իրականում, եթե երեխան ամբողջ օրը օրինակ միայն բանջարեղեն ուտի, էլի առողջ չի լինի։ Պետք է սովորացնել երեխային, որ մենք ուտում ենք տարբեր բաներ ու տարբեր բաներ մեզ տարբեր բան են տալիս։ Բայց այդ սև ու սպիտակի բաժանելու, խիստ սև ու սպիտակի բաժանելու մասին է խոսքը, որը պետք չի անել։ Տատիկ, պապիկի ու պապայի հետ կապված նորմալ է, որ տարբեր ընտանիքի անդամների հետ իրենք տարբեր ձևի են իրենց դրսևորում, որովհետև իրանք գիտեն, որ ընտանիքի անդամը ինչ կանի ու ինչ չի անի։ Իրանք գիտեն, որ պապան կգնի, դրա համար պապայից ուզում են, իրանք գիտեն, որ մաման չի գնի, դրա համար մամայից չեն ուզում, իսկ ուրիշ բալիկների հետ կապված կամ ուրիշների սննդային սովորությունների հետ կապված, դուք իրանց կարաք ասեք հետևյալ կերպ, գիտես, կան տարբեր ընտանիքներ, ու տարբեր ընտանիքներում տարբեր ձև են սնվում, մեր ընտանիքում ընդունված է սենց, այդքան բան, մենք մեր ընտանիքում սենց ենք սնվում, սա մեր սովորությունն է, ոնց որ մենք մեր ընտանիքում ունենք մեր տրադիցիաները, սովորությունները, մեզ հատուկ երևույթները, բայց ուրիշ ընտանիքներում կա ուրիշ բան, ու պետք չի ասել, որ այդ երեխան ուրեմն չի անհանգստանում իր արագ վազելու կամ ինչ ուրիշ բանի, ուղղակի իրանց ընտանիքում նորմալը սա է, մեր ընտանիքում սենց է,
իրանք վատը չեն, մենք լավը չենք, կամ մենք վատը չենք, իրանք լավը չեն։ Այս սենց ինչ-որ մի բան։ Իսկ տեսակների առումով Սաթինե ջան, որովհետև հիմա իրոք իբր մանկական բաներ են, բայց անհասկանալի սենց այդ նախ այդ ռեզինային այդ չգիտեմ ինչ են ասում, այն հարիբոյական ինչ որ բաները խառը նախ երևի այդ հարիբոնը երևի ավելի լավն է, հիմա դրա շատ